թվային ժողովրդավարություն և թափանցիկ կառավարում։ Այս խորագրով պանելային քննարկմանը խոսվեց քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունից և թվային գործիքներից։ Միջոցառումը կազմակերպել էին վարչապետի աշխատակազմն ու IFES կազմակերպության Հայաստանի գրասենյակը բաց կառավարման շաբաթվա շրջանակում։ IFES-ը մեծ շեշտադրում է կատարում ժողովրդավարական կառավարման թվային գործիքների վրա։ Այդ իսկ պատճառով մենք շատ ուրախ ենք աջակցել բաց կառավարման գործընկերությանն այս միջոցառման համար։ 2018 թվականից ի վեր արդեն մեծ առաջընթաց է գրանցվել փոփոխություններով և լրացումներով։ Այսօր կարևոր է, որ մենք զրուցենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Գաղափարն այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը, պետական հաստատությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և լրատվամիջոցները խոսեն միմյանց հետ, տեսնելու թե ինչ է արդեն արվել և դիտարկելու, թե ինչպես կարող ենք շարունակել համակարգերի և գործընթացների կատարելագործումը։ Թեկնածուների առաջադրում, գրանցում, հանձնաժողովների կազմավորում այս ամբողջ գործընթացը Հայաստանում թվայնացված է, սակայն քարոզարշավների ֆինանսավորման վերահսկողության թվային գործիքը սահմանափակ է։ Անդրադառնալով քննարկման ժամանակ բարձրացված հարցին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Բայց միանգամից ասեմ, որ մեր ծրագրում արդեն կա, որպեսզի ինչպես կուսակցությունների գրանցման այդ գործընթացը ամբողջությամբ ներկայումս ունի թվային գործիքներ, կուսակցությունները կարողանում են դա անել, այսինքն որպեսզի կուսակցությունները հնարավորություն ունենան իրենց օգտահաշիվներով նաև ավելի առաջ գնալ, այսինքն նաև հաշվետվությունները, հայտարարները հենց ներկայացնեն, կից փաստաթղթերը կարողանան ուղղակի սկանավորված կամ էլեկտրոնային, եթե կունենան էլեկտրոնային, միանգամից իրենք ներկայացնեն։ Մենք հույս ունենք, որ 2026 կհասցնենք դա անենք, ու 26-ին արդեն առաջին անգամ նաև այդ գործիքը կիրառենք։ Թեման պատահական չի ընտրված, քանի որ հանրության շրջանում հատկապես ընտրությունից 1 տարի առաջ մեծ հետաքրքրություն կա կուսակցությունների գործունեության, ֆինանսական թափանցիկության, դրա հետագծելիության վերաբերյալ, նշում է վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետը։ Նման երկխոսությունների միջոցով մենք կկարողանանք իրականում բացահայտել այն խնդիրները, որոնք կան, եւ դա է պատճառը, որ որպես բանախոս առաջնորդվել ենք հրավիրելով քաղաքականություն մշակողներին, իրականացնողներին, քաղաքացիական հասարակության ոլորտում մասնագիտացած կազմակերպություններին եւ իհարկե լրագրողներին, հատկապես հետաքննող լրագրողներին, ովքեր ավելի շատ են օգտվում այդ գործիքակազմերից։ Լիլի Աֆրիկյանի խոսքով թվային գործիքները շատ արագ են զարգանում աշխարհում, ու նման երկխոսությունների միջոցով է հնարավոր հասցեագրել և լուծումներ տալ խնդիրներին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը կարևոր է համարում քննարկումը, քանի որ իրենց տեսլականն ու ռազմավարությունը ևս կառուցված է թվայնացման շուրջ։ Վերջնանպատակը արդեն վերլուծական թվային գործիք ունենալն է, որը այդ հսկայական քանակությամբ ինֆորմացիան, որը մենք հավաքագրում ենք հայտարարագրերի տեսքով, կուսակցությունների հաշվետվությունների տեսքով եւ այլն, մենք նաև միացած ենք այլ պետական շտեմարաններին։ Վերջնարդյունքը այն պետք է լինի, որ մեր համակարգը ավտոմատ ալգորիթմների, ինչպես նաև արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման գործիքների միջոցով կարողանա վերլուծել ամբողջ ինֆորմացիան եւ դուրս բերել ամենառիսկային դեպքերը կամ ռիսկային հայտարարագրերը եւ հաշվետվությունները։ Մինչև այժմ թափանցիկությունը մասամբ է ապահովված եղել, շեշտում է Ալեքսանյանը, հավելում հունիսի 1-ից կունենան հրապարակային ռեեստր եւ կազմակերպություններն ու լրագրողները կարող են այդ ամբողջական տվյալների հիման վրա վերլուծություններ անել։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։